Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեզ սպասվող առաջիկայում տեղի ունեցող լիալուսնի մասին, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 29-ին։ Սիրելիներս, այս լիալուսինը համարում են ելակի լիալուսին, բացատրեմ թե ինչու, որովհետև լիալուսնի ժամանակ լուսինը կստանա մի փոքր, ուրեմն կարմրադեղնավուն գույն, որը բնորոշ է ելակին, եւ ընդհանրապես բոլոր լիալուսինները որոշակի գույներով կամ անուններով տարբերվում են, կախված նրանից, թե լիալուսնի ժամանակ ուրեմն արևի շողքը, արևի լույսը ինչպես է ընկնում լուսնի վրա եւ այն ինչ գույնով է արտացոլվում։ Եվ այստեղ մենք կարող ենք ունենալ տարբեր լիալուսիններ, երևի թե լսած կլինեք, ասում են արյունոտ լիալուսին, ասում են վարդագույն լիալուսին, ասում են կապույտ լիալուսին, այսինքն սրանք լիալուսնի տեսակներ են, որոնց ժամանակ լուսինը, քանի որ իր սեփական լույսը չունի, արևի լույսը ընկնում է լուսնի վրա եւ որոշակի ուրեմն գունային շերտ է ստեղծում եւ այդ շերտի համաձայն արդեն լիալուսինները կոչվում են այդ անուններով։ Եվ նաեւ նշեմ, որ այս ելակի լիալուսինը, որը տեղի կունենա հունիսի 29-ին, բավականին դրական է ազդելու մեր կյանքի վրա, այն շատ նուրբ, զգայական, ուրեմն խնդիրներ է առաջացնելու մեզ մոտ կամ ավելի շուտ պարզեցնելու է այդ խնդիրները։ Նախ հիմա հասկանանք, թե ընդհանրապես ինչ է իրենից ենթադրում լիալուսինը։ Սիրելիներս, լիալուսնի ժամանակ ուրեմն տեղի է ունենում արևի եւ լուսնի միջև անմիջական ընդդիմություն, այսինքն այս նույն ժամանակ արևը եւ լուսինը գտնվում են լրիվ դեմ դիմաց 180 աստիճանի տակ եւ նշանակում է, որ այս օրը լինում է շատ լարված, շատ սթրեսային, էմոցիաներով հարուստ եւ ընդհանրապես լիալուսնի օրերին խորհուրդ չի տրվում որևիցե նոր գործ սկսել, որովհետև լիալուսնից հետո, իսկ լիալուսինը տեղի է ունենում լուսնի 29-րդ օրը, երբ լուսինը արդեն ամբողջական ստանում է իր կլորությունը եւ լիալուսնից հետո սկսում է լուսինը նվազել, սա կոչվում է մեռնող լուսնի օրեր, այսինքն հաջորդող 14 օրերի ընթացքում լուսինը սկսում է նվազել, սկսում է քչանալ եւ նշանակում է պետք չէ լիալուսնի օրը կամ նրա հաջորդող օրերին սկսել նոր գործեր։ Առհասարակ լիալուսնին շատ լավ է կամ նրա հաջորդող օրերին շատ լավ է դիետա պահելը, որովհետև շատ արագ են մարդիկ կարողանում քաշ կորցնել։ Եվ բացի դրանից շատ լավ է, երբ որոշում եք ձերբազատվել որոշակի, ասենք, վատ սովորություններից կամ կախվածություններից։ Դրանք շատ հեշտ են ստացվում լիալուսնի օրերին կամ նրանից հետո հաջորդող 14 օրերի ընթացքում։ Սիրելիներս, հիմա եկեք տեսնենք, թե մեր հունիսի 29-ի լիալուսինը, որը տեղի է ունենում այծեղջյուր նշանի ներքո, իսկ արևը գտնվում է խեցգետնում, ուրեմն խեցգետնի 5 աստիճանում, ուրեմն տեսեք, ուրեմն այս լիալուսնի ժամանակ ինչ ասպեկտացիաներ մենք ունենք։ Եթե նկատում ենք այստեղ Մարսի եւ հյուսիսային հարավային կետերի միջև ձևավորվում է լարված քառանկյուն։ Ես հիշեցնեմ, որ հյուսիսային հարավային կետերը դա նույն ինքը ռախուն եւ կետ ունեն, որոնց մասին ես գրեթե ամեն հոլովակում խոսում եմ, սիրելիներս, եւ ես նրանց անվանում եմ հյուսիսային եւ հարավային կետեր, քանի որ արևմտյան աստղաբանության մեջ նրանք հենց այնպես են կոչվում։ Ուրեմն տեսեք, Մարսի եւ այս հյուսիսային հարավային կետերի միջև լարված քառանկյունը խոսում է, որ այս օրը իրոք անցնելու է լարված, այսինքն կոնֆլիկտային հարցեր կարող են լինել, բարձր տոնով ինչ-որ վիճաբանություններ եւ նաեւ այսօրը նոր գործերի համար, նոր գործեր սկսելու համար բնականաբար ուրեմն հարմար չէ եւ արդյունավետ չի լինի ոչ մի նոր գործ սկսելը, որովհետեւ եթե մենք հիշում ենք հյուսիսային կետը
Հատկապես սա մեր ապագայի ծրագրերն են, իսկ այսօրը մենք ունենք Մարսի կողմից լարվածություն, այս կետերի նկատմամբ նշանակում է նոր գործեր պետք չէ սկսել այսօրը։ Այսօրը մենք ունենք նաև սիրելիներս շատ լավ ասպեկտացիաներ, հատկապես ուրեմն տեսեք Պլուտոնի եւ Ուրանի միջև արդեն սկսում է աստիճանաբար ձևավորվել տրին ասպեկտը, որը վերջնական ավելի ուրեմն ճիշտ ստույգ կդառնա հուլիսի 18-ից սկսած, սակայն արդեն այս լիալուսնի ժամանակ մենք տեսնում ենք Պլուտոնի եւ Ուրանի տրինը, որը իհարկե ուրեմն շատ կարևոր որոշիչ դեր է խաղում այն մարդկանց կյանքում, որոնք ունեն ֆինանսական ինչ-որ խնդիրներ, սիրելիներս, այս ասպեկտը տալիս է այս ֆինանսական գործարքները լուծելու շատ ունիկալ տարբերակներ, շատ հետաքրքիր տարբերակներ, որոնք մինչ այդ չէիք մտածել, չէ՞ որ Ուրան մոլորակը սա անկանխատեսելի մոլորակ է եւ այս ասպեկտացիան, ուրեմն Պլուտոնի հետ, Պլուտոնը մեծ ֆինանսներն է, նշանակում է այն շատ նպատակահարմար է օգտագործել այդ հարցերի համար։ Նաև այստեղ շատ հաջող կարող է ստացվել ստեղծագործական աշխատանքի հետ կապված հարցերը։ Ինչու՞ չէ, նաև այս ասպեկտացիայով, այս լիալուսնից արդեն սկսած կարող են տեղի ունենալ հանկարծակի ծանոթություններ, այսինքն տեսեք, չնախատեսված ծանոթություններ, օրինակ, երբ որ դուք ճանապարհին կամ շատ պատահական ինչ-որ մեկի հետ ծանոթանում եք եւ ստացվում է այնպես, որ դուք նրա հետ պետք է աշխատեք կամ դուք նրա հետ պետք է ինչ-որ գործունեություն ծավալեք։ Նաև ինչու՞ չէ հնարավոր են բուրըն սիրային կապեր այս ասպեկտացիայով եւ նաև այստեղ շատ մարդկանց մոտ իրենց պարզում են, որ իրենք ունեն ինչ-որ բացառիկ տաղանդներ, որոնք մինչ այդ չէր նկատվել, այսինքն այստեղ արդեն տաղանդների բացահայտում է տեղի ունենում։ Այս լիալուսնի ժամանակ նաև ունենք Պլուտոնի եւ Նեպտունի միջև ունենք սեքստիլ, այսինքն տեսեք սիրելիներս 120 աստիճանի մասին եմ խոսում, ուրեմն տեսեք Պլուտոնի եւ Նեպտունի այս սեքստիլը սա էլ արդեն մարդասիրության ասպեկտ է եւ ընդհանրապես այս օրերին մարդիկ հակված կլինեն բարեգործությունների, բարի կամքի դրսևորման, ինչու՞ չէ նաև շատերի մոտ կարող է առաջանալ հետաքրքրություն դեպի օրինակ հոգեբանությունը կամ էզոթերիկ գիտությունները, նաև այս ասպեկտացիան կարող է մղել արտասովոր եւ ինքնատիպ լուծումների, օրինակ, որոնք դուք ունեք ինչ-որ բարդ խնդիրների ժամանակ ցանկանում եք ինչ-որ հարցեր լուծել, ուրեմն այստեղ կարող եք ունենալ շատ ինքնատիպ, օրիգինալ ինչ-որ լուծումներ այս խնդիրների համար։ Եվ նաև այս լիալուսնի ժամանակ մենք ունենք մի սքանչելի ասպեկտացիա մեր գեղեցկուհի Վեներայի եւ ուրեմն դաժան Սատուրնի միջև, ինչու դաժան, որովհետեւ Սատուրնը խոյում է եւ բնականաբար այստեղ բարության մասին խոսք լինել չի կարող, սակայն քանի որ Վեներան մեղմացնում է այստեղ Սատուրնի հանգամանքը, այս ասպեկտացիան Վեներայի Սատուրնի բերում է զսպվածություն, այսինքն մարդիկ կարողանում են զսպել իրենց էմոցիաները ինչ որ չափով եւ նաեւ եթե ինչ որ գործունեություն են ծավալում, նրանք ավելի լուրջ մոտեցում են դրսևորում այդ գործունեությանը։ Նաև այս ասպեկտացիան հավատարմության նշան է եւ այն մարդիկ, ովքեր իրենց անձնական քարտեզում ընդհանրապես ունեն Վեներայի Սատուրնի տրինը կամ սեքստիլը, նրանք շատ հավատարիմ մարդիկ են։ Դե ինձ սիրելիներս, այսքանը ընդհանուր լիալուսնի նկարագրության մասին, այժմ ես շատ կարճ խոսեմ, թե ինչպես այս լիալուսինը կազդի յուրաքանչյուր նշանի կյանքի վրա։ Հիշեցնեմ, որ լիալուսինը սա մեկ օրվա ազդեցություն չէ, լիալուսինը իր հետքը թողում է հաջորդող 14 օրերի ընթացքում եւ նշենք, որ հենց հունիսի 29-ից սկսած արդեն կարող եք զգալ որոշակի փոփոխություններ նշածս ոլորտներում։ Բնականաբար կսկսենք առաջին նշանից, որոնք մեզ շատ սիրելի
սիրելի խոյերն են, նրանց լիալուսինը տեղի է ունենում 10-րդ ոլորտում, որը նշանակում է, որ այս լիալուսինը նրանց կարիերայում, նրանց աշխատանքում, նրանց պաշտոնի հարցերում, նրանց ամուսնական կարգավիճակում բերելու է փոփոխություններ, միգուցե պաշտոնի բարձրացում, միգուցե աշխատանքի հետ կապված փոփոխություններ, միգուցե ամուսնալուծություն կամ անգամ երեխայի ծնունդ, այստեղ կարգավիճակ պիտի փոխվի սիրելի խոյեր։ Ցուլերի մոտ սա 9-րդ ոլորտն է, սիրելի ցուլեր, այս լիալուսինը բերում է հնարավորություն ճամփորդելու, բերում է այստեղ լուծումներ կապված ձեր դատական հարցերի հետ, բերում է լուծումներ կապված վիզաների, դեսպանատների հետ, կամ ինչու՞ չէ նաև փաստաթղթային այլ հարցերի հետ, եւ նաև շատ ցուլերի մոտ այս լիալուսինը կարող է բերել սովորելու, կրթվելու կամ դասավանդելու ծրագրեր։ Երկորյակների մոտ սա 8-րդ ոլորտն է, այս լիալուսինը բերում է ֆինանսական լուծումներ, սիրելի երկորյակներ, չենք մոռանում, որ Ուրան մոլորակը գտնվում է ձեր առաջին ոլորտում եւ նշեցինք, որ Ուրանի կողմից այս լիալուսնի ժամանակ շատ հոյակապ ասպեկտացիա ունենք Պլուտոն մոլորակի նկատմամբ եւ ձեզ հնարավորություն է տրվում լուծելու բոլոր տեսակի ֆինանսական հարցերը։ Խեցգետինների համար շատ կարևոր 7-րդ ոլորտում է տեղի ունենում այս լիալուսինը, 7-րդ ոլորտը սա մեր կողքի մարդիկ են, սա մեր սիրած էակն է, սա մեր հաճախորդներն են եւ նշանակում է նրանց հետ կապված որոշակի փոփոխություններ կարող են դիտարկվել, որոշակի հաճախորդներ կարող են ավելանալ կամ ինչ որ հաճախորդ կարող է այլևս ձեզ չայցելել, չօգտվել ձեր ծառայություններից կամ այստեղ ձեր երկրորդ կեսի մոտ կարող է լինել որոշակի փոփոխություններ կապված նրա, ասենք, առողջության հետ կամ աշխատանքի հետ։ Առյուծների մոտ սա 6-րդ ոլորտն է, բնականաբար աշխատանքային եւ առողջության ոլորտն է։ Շատ առյուծների մոտ կփոփոխվի աշխատանքային գրաֆիկը, աշխատավայրը, աշխատանքի պարտականությունները եւ ինչու՞ չէ նաեւ առողջության հետ կապված ինչ-ինչ հարցեր առյուծները արդեն կսկսեն զբաղվել, կամ եթե մինչ այդ արդեն զբաղվում եք, դուք ասենք բուժվում եք, ապա այստեղ կունենաք որոշակի արդեն հստակ, ուրեմն լուծումներ կամ ախտորոշումներ։ Կույսերի մոտ սա 5-րդ ոլորտն է, սիրելի կույսեր, այս լիալուսինը բերում է լուծումներ կապված օրինակ երեխաների թեմայի հետ, օրինակ ձեր երեխան ուներ ինչ խնդիրներ, օրինակ առողջության հետ, կրթության հետ կամ ինչ որ նրա անձնական կյանքի հետ, ուրեմն տեսեք այս լիալուսինը բերում է այդ թեթևությունը, որ դուք այլևս կարող եք չանհանգստանալ ձեր երեխայի հետ կապված։ Նաև շատ կույսերի մոտ այս լիալուսնի թեման բերում է հանգստի մեկնելու ծրագրերը եւ նշանակում է, որ այստեղ շատ կույսեր կամ վերադառնում են հանգստից արդեն, կամ նրանք որոշում են այս լիալուսնից հետո մեկնել հանգստի։ Կշեռքների մոտ շատ կարևոր 4-րդ ոլորտն է, սիրելի կշեռքներ, շատ կարևոր իրավիճակ պետք է տեղի ունենա ձեր տանը, ձեր տան անդամների հետ, ձեր ծնողների հետ կամ ինչու՞ չէ նաև այն անշարժ գույքի հետ, օրինակ, որը դուք գնում եք կամ վաճառում եք եւ հնարավոր է տան մեջ լինեն փոփոխություններ, տան անդամների հետ կապված որոշակի փոփոխություններ լինեն, օրինակ ինչ որ մեկը կարող է ամուսնանալ կամ ասենք ինչ որ մեկը կարող է մեկնել այլ տեղում ապրելու կամ դուք կարող եք օրինակ վաճառել ինչ որ անշարժ գույք։ Կարիճների մոտ սա 3-րդ ոլորտն է, սիրելի կարիճներ, 3-րդ ոլորտը ավտոմեքենայի հարցերն են, հնարավոր է, որ դուք ցանկանում եք վաճառել, այս լիալուսնով դուք արդեն վաճառում եք, սակայն չենք մոռանում, որ մենք հունիսի 29-ից արդեն ունենալու ենք հետընթաց Մերկուրի, այս մասին արդեն ես ունեմ շատ հանգամանալից հոլովակ, դուք կարող եք այն դիտել հետընթաց Մերկուրիի հետ կապված եւ այստեղ ուրեմն շատ ուշադիր եղեք
եղեք, եթե ունեք իրոք վաճառելու մեքենա, շատ ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չխաբեն։ Նաև երրորդ ոլորտը քույրերը կամ եղբայրներն են, նշանակում է որոշակի հարցեր կապված քրոջ կամ եղբոր հետ, պետք է այստեղ տեղի ունենան նրանց կյանքում ինչ-որ փոփոխություններ, այսինքն օրինակ կարող եք ձեր քրոջ ինչ-որ կարևոր իրադարձությանը մասնակցել, կամ ձեր եղբոր կյանքում ինչ-որ շատ կարևոր իրավիճակ է սկսվում, կամ շատ հնարավոր է նաև երրորդ ոլորտը հարևաններն են, հարևաններից ինչ-որ մեկին դուք հրաժեշտ եք տալիս, նա այլևս չի բնակվելու այդտեղ։ Աղաղնավորների մոտ ներողություն եմ խնդրում, երկրորդ ոլորտն է, սա ֆինանսներն են, սիրելիներս, աղեղնավորները կունենան ֆինանսական հստակ պատկերացում իրենց գրպանի գումարի հետ կապված, հնարավոր է ունենաք որոշակի ծախսեր և ինչու չէ նաև հնարավոր է ունենաք որոշակի եկամուտներ, այսինքն կփոփոխվի այստեղ ձեր գրպանի գումարը։ Այդ եղջյուրների մոտ շատ կարևոր առաջին ոլորտն է, սիրելի այդ եղջյուրներ, տարվա մեջ մեկ անգամ է լինում լիալուսին առաջին ոլորտում, նշանակում է այս լիալուսինը ձեր առաջին ոլորտում կարող է բերել այնքան կարևոր հարցի լուծում, որը այս պահին դուք ունեք։ Միգուցե դա վերաբերում է ձեր առողջությանը, միգուցե դա վերաբերում է ֆինանսական այն լուրջ խնդրին, որը դուք վերջին 6 ամիսների ընթացքում ունեք ձեր կյանքում, կամ միգուցե սա կարող է վերաբերել նաև ձեր կարիերային, և նշանակում է այս լիալուսինը բերելու է հստակեցում, պարզեցում այդ թեմաների շուրջ։ Ջրհոսների մոտ սա 12-րդ ոլորտն է, սիրելի ջրհոսներ, հունիսի 29-ի լիալուսինը բերում է գաղտնիքների բացահայտում։ Ինչպես գիտենք, ջրհոսները ունեն շատ գաղտնիքներ, բայց նրանք չեն կարողանում պահել այդ գաղտնիքները, որովհետև ջրհոսները իրենց բնույթով շատ շփվող են, և անկախ իրենցից նրանք սկսում են պատմել թե իրենց գաղտնիքները և թե ուրիշների իրենց վստահված գաղտնիքները։ Այդ իսկ պատճառով ջրհոսների մոտ այսօրը կարող է լինել գաղտնիքների բացահայտում։ Ձկների մոտ, սիրելիներս, 11-րդ ոլորտում է տեղի ունենում այս լիալուսինը, որը նշանակում է, որ շատ ձկներ կարող են հրաժեշտ տալ որոշ ընկերական շրջապատի, որոշ կոլեկտիվի, և հնարավոր է, որ այստեղ օրինակ ձկները նաև ինտերնետ հարթակում, օնլայն հարթակում ինչ-որ գործունեություն սկսեն ծավալել, կամ եթե արդեն ունեք այդ գործունեությունը, հնարավոր է, որ այդ գործունեության հետ կապված ինչ-որ կարևոր արդեն լուրջ քայլեր կատարեք, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ դառնաք այդ հարթակում։ Դե ինձ սիրելիներս, այսքանը մեզ սպասվող հունիսի 29-ի լիալուսնի մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։